Հոգևոր միջոցառում կազմակերպված աշխարհիկ մարդկանց կողմից։ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում աղոթքի նախաճաշ միջոցառումը, որին հրավիրված են ավելի քան 300 պատվիրակներ Հայաստանից ու արտերկրից, բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, գործարարներ եւ հոգևորականներ, այդ թվում տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ։ Երկօրյա միջոցառումը սկսվեց համաժողովով, որի ընթացքում նախատեսված էին պանելային քննարկումներ՝ միջազգային կրոնական ազատությունից Թրամփի ուղուց մինչև բիզնես, խաղաղություն, անվտանգություն, ընտանիք եւ արժեքներ թեմաներով։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը բացման խոսքում նշեց. այս նախաձեռնությունը վկայում է, որ պետության ամրությունը չափվում է ոչ միայն տնտեսական կամ ռազմական ցուցանիշներով, այլև բարոյական ու հոգևոր հիմքերով։ Հոգևոր եւ աշխարհիկ սկզբունքների ներդաշնակությունն ըստ նրա այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել ժամանակակից ժողովրդավարական ու վստահելի պետություն։ Այսօր, երբ մեր տարածաշրջանը կանգնած է նոր հնարավորությունների եւ խաղաղության հաստատման ճանապարհին, կարևոր է, որ այդ ուղին կառուցենք ոչ թե ուժի կամ պարտադրանքի, այլ հարգանքի, վստահության եւ համընդհանուր բարոյական սկզբունքների վրա։ Այսպիսի հարթակները աղոթքի, խորհելու, բաց երկխոսության ունեն առանձնահատուկ նշանակություն։ Դրանք հիշեցնում են, որ տարբեր կարծիքներն ու հավատքները կարող են միավորվել ընդհանուր նպատակի շուրջ, հանուն համերաշխության եւ խաղաղ ապագայի։ Միջոցառումը կազմակերպել է նորաստեղծ աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ հասարակական կազմակերպությունը։ Նախագահ Ստեփան Սարգսյանը մանրամասնում է անցյալ տարի առիթ է ունեցել Վաշինգտոնում մասնակցել ազգային աղոթքի նախաճաշ միջոցառմանը, ոգեշնչվել է դրանից ու մտադրվել Հայաստանում քրիստոնեությունը առաջինը պաշտոնապես ընդունած երկրում նույնպես նախաձեռնել նման միջոցառում։ Շեշտում է, այն ապաքաղաքական է, նաև պետական չէ։ Մենք բոլորս մեզ համարում ենք քրիստոնյա, հնարավոր է ամեն գաղափարը մանրամասնորեն չհասկանանք, բայց միևնույն է հոգևորը մեր ներսում է, որպես մեր առաքելական եկեղեցու դաստիարակություն։ Բայց կարծում եմ նման միջոցառումը ել ավելի է ընդգծում, ել ավելի է կարևորում աղոթքի գաղափարը, հոգևոր արժեքները դարձնում է առաջնային։ Ստեփան Սարգսյանը կարծում է կհաջողվի միջոցառումը դարձնել ամենամյա։ Աղոթքի նախաճաշով Հայաստանը միանում է համաշխարհային այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին խորհրդածելու, աղոթելու եւ մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու համար բարոյական լուծումներ գտնելու։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։